Այսօր մենք ուսումնասիրենք այն էակներին, որոնք մասնակցում են երկնային ծառայությանը և հիմնականում այն էակներին, որոնց դժվար է հասկանալ։ Եվ աթոռից փայլատակներ և որոտմունք և ձայներ էին դուրս գալիս, և 7 ղամբարներ կրակով բորբոքված աթոռի առաջին, որոնք Աստծո 7 հոգիներն են, Հայտնություն 4:5։ Առաջին հերթին մենք կուսումնասիրենք, թե ովքեր են Աստծո 7 հոգիները։ Առաջին անգամ 7 հոգիներ հասկացողությունը մենք հանդիպում ենք Հայտնություն 1:4-5 համարում, որտեղ շատ բան է ասվում նրանց բնության մասին։ Հովհաննես 7 եկեղեցիներիդ, որ Ասիայում եք, շնորհք լինի ձեզ և խաղաղություն նրանից, որ է և որ էր և որ գալու է, և այն 7 հոգիներից, որ նրա աթոռի առաջին են, և Հիսուս Քրիստոս, հավատարիմ վկայից, որ մեռելներից անդրանիկը և երկրի թագավորների իշխանն է, նրան, որ մեզ սիրեց և մեղքերից են լվացավ մեզ իր արյունով։ Հայտնություն 1:4-5 համարներ։ Գլխավոր միտքը այս համարների կայանում է շնորհ և խաղաղություն լինի ձեզ նրանից, ումից, նրանից, որ է և որ էր և որ գալու է, այսինքն Հայր Աստծուց, և դա փաստում է Հայտնություն 4:8-11 համարները։ Երկրորդը Հիսուս Քրիստոսից, ելով կարող է լինել շնորհի աղբյուր, իհարկե միայն Աստված։ Բայց այս համարներում նաև ասվում է 7 հոգիներից, քանի որ այս հոգիները նշում է Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի կողքին, ապա դա ցույց է տալիս նրանց աստվածությունը։ Այս հոգիները միևնույն կարգավիճակը ունեն, ինչ որ Հայր Աստվածը և Հիսուս Քրիստոսը։ Տեսնենք, թե ինչպես են թարգմանվում 7 հոգիները Աստվածաշնչի տարբեր թարգմանություններում։ Գուլակովի թարգմանությունում կան մի քանի տարբերակներ՝ յոթնապատիկ հոգուցը կամ լիարժեք բացահայտվող հոգուց։ Շատ թարգմանություններում նման ակնարկ նկատվում է, որ խոսքը չի գնում 7 հատ հոգիների մասին, այլ մեկ հոգու մասին, ով բացահայտվում է յոթնապատիկ կամ կատարյալ, լիարժեք, քանի որ 7 թիվը կատարելության թիվն է։ Ռուսական Աստվածաշնչի նոր թարգմանության այս համարի տակ բացատրությունում ասվում է, որ 7 հոգիները Աստծո Սուրբ Հոգին է իր 7 բացահայտումներում։ Եվ Հեսեի բունիցը մի շարավիղ է դուրս գալու, և մի ընձյուղ է բուսնելու նրա արմատներիցը, և նրա վրա կհանգչի Տիրոջ հոգին, իմաստության և հանճարի հոգին, խորհրդի և զորության հոգին, գիտության և Տիրոջ երկյուղի հոգին։ Եսայիա 11:1-2 համարներ։ Այստեղ տրվում է մեկ հոգու 7 բնութագրություն, բայց մենք հասկանում ենք, որ Սուրբ Հոգին 7 բնութագրությամբ չի սահմանափակվում, այլ 7-ը ցույց է տալիս այդ բնութագրության կատարելությունը։ Հետևաբար աթոռի մոտ գտնվող 7 հոգիները Աստծո Սուրբ Հոգին է, ով ներկայանում է ամբողջ իր կատարելությամբ։ Հովհաննեսը գրելով Հայտնությունը նա օգտվում է այնպիսի տերմիններով կամ խորհրդանիշներով, որոնք շատ հայտնի են լսողներին։ Եվ ինձ ասեց. «Ինչ ես տեսնում դու»։ Եվ ես ասացի. «Տեսնում եմ, որ ահա մի բոլորովին ոսկի աշտանակ և մի բաժակ նրա գագաթին, և 7 ճրագ նրա վրա, և 7 խողովակներ այն 7 ճրագների համար, որ նրա գագաթին են, և 2 ձիթենին նրա կշտին, մեկը բաժակի աջ կողմից և մեկը նրա ձախ կողմից։ Եվ ես պատասխանեցի և ասացի ինձ հետ խոսող հրեշտակին, թե սրանք ինչ են, Տեր իմ։ Եվ ինձ հետ խոսող հրեշտակը պատասխանեց ինձ և ասաց. «Մի՞թե չգիտես, թե սրանք ինչ են»։ Եվ ես ասացի. «Ոչ, Տեր իմ»։ Եվ նա պատասխանեց և ասեց ինձ, թե սա Տիրոջ խոսքն է առ Զորաբաբել ասելով. «Ոչ թե զորությունով և ոչ թե ուժով, այլ իմ հոգով, ասում է զորաց Տերը, որովհետև ով է փոքր բաների օրը անարգում և ուրախանում ու նայում են Զորաբաբելի ձեռքի կապարագնդակին, սրանք յոթնյանք Տիրոջ աչքերն են, որոնք ման են գալիս բոլոր երկրումը»։ Զաքարիա 4:2-6 համար և 10 համարները։ Այս համարներում ցույց են տալիս նույն խորհրդանիշը, որը օգտագործվում է Հայտնություն 4 գլխում, այս ճրագակալը և յուղը, որը հնարավորություն է տալիս այն վառվելու, խորհրդանշում է Աստծո Հոգին։ Այսպիսով 7 ճրագակալները Աստծո 7 աչքերն են, որն էլ իր հերթին խորհրդանշում է Սուրբ Հոգուն։ Իր շնորհիվ Սուրբ Հոգու Աստված ամենագոհ է, ամենատես է, նա լցնում է ամեն ինչ, տեսնում է ամեն ինչ։
Բարի լուր է, որ շնորհ եւ խաղաղություն է հոսում երկնային այս երեք էակներից՝ Հայր Աստծուց, Սուրբ Հոգուց եւ Հիսուս Քրիստոսից։ Աստված ուզում է օրհնի բոլորիս։ Յոթնապատիկ Հոգին ցույց է տալիս, որ նա ոչ մի սահմանափակում չունի, պակասություն չունի, այլ ամբողջ զորությամբ եւ կատարելությամբ ուզում է թափվել մեզ վրա եւ լցնել մեզ ամեն պարգևներով, ամեն զորությամբ, ամեն օրհնությամբ, որ մենք կարողանանք հաղթահարել ամեն ինչ։ Նաեւ Սուրբ Հոգին Աստծո 7 աչքերն են, որ տեսնում են ամեն ինչ, նա գիտի ամեն ինչ։ Դժբախտ եւ թշվառ մարդը միշտ էլ մտածում է, որ Աստված չի տեսնում նրան եւ նրա դժվարությունները, բայց Աստված գիտի ամեն ինչ։ Աստված գիտի յուրաքանչյուրիս ամեն մի խնդիր եւ դժվարություն, եւ դեռ ավելին, նա ունի դրանց ամենին համապատասխան օրհնություն եւ ուզում է տալ այն։ Մյուս էակը հայտնություն 4:6-ից 8 համարների 4 կենդանիներն են։ Այստեղ կենդանի բառը անհաջող է ընտրված, քանի որ ըստ հայերենի կենդանին դա ոչ բանական էակ է, ցածր մարդուց։ Իհարկե կարելի է արդարանալ, որ կենդանիների դեմքեր ունեն, բայց մի դեմքն էլ մարդու դեմք է։ Հին հունարենում այս բառը թարգմանվում է որպես կենդանի էակներ, հունարեն զոոն։ Եզեկիել 1:4-10 համարներում բավականին բարդ նկարագրություն է, բայց ովքեր են նրանք այդ կենդանի էակները, որ եբրայերեն թարգմանվում է հայիմ։ Եզեկիել 10:15 համարում անվանվում են քերովբեներ, Եսայա 6:1-3 համարներում անվանվում են որպես սերովբեներ։ Մեկ կողմից այս կենդանի էակների նկարագրությունը նման է Եզեկիելի նկարագրածին, իսկ մյուս կողմից Եսայայի նկարագրածին։ Քերովբեները ունեն 4 թև, Հովհաննեսի նկարագրածները ունեն 6 թև, Եզեկիելի նկարագրածները նույնպես ունեն 6 թև։ Նաև եւ Եսայայում եւ Հայտնությունում այս կենդանի էակները նույն եռակի բառերն են ասում՝ Սուր, Սուրբ, Սուրբ է։ Հովհաննեսի մոտ շատ հագեցած է եւ այդ կենդանի էակները եւ Եսայայի եւ Եզեկիելի նկարագրած կենդանի էակների նման են։ Նրանք երկնային էակներ են։ Քերովբե բառը արամերենից թարգմանվում է որպես երեխա, իսկ սերովբե նշանակում է վառվող, հրե, լույս եւ ջերմություն տվող։ Ահա այս էակներն են շրջապատում Աստծո աթոռի շուրջը։ Իսկ ինչ է նշանակում այս տեսարանը։ Սա խորհրդանիշ է, թե իրականություն։ Կան շատ խորհրդանշային մեկնաբանություններ, բայց Աստվածաշնչի մեկնաբանությունը կնայենք։ Իրականում խոսքը գնում է նրա մասին, որ երկնային տարածությունում կան հոգևոր էակներ։ Մենք նրանց երբեք չենք տեսել, իհարկե ոմանց հայտնվել են։ Քերովբեները եւ սերովբեները իրական էակներ են եւ գոյություն ունեն Աստծո մոտ։ Ահա այսքանը։ Բարի լուրը կայանում է նրանում, որ մենք դեռ այնքան պետք է ուսումնասիրենք եւ հասկանանք, թե ինչպես են նրանք աչքերով լիքը եւ 4 կողմը միանգամից նայում են, թե ինչպես են նրանք շարժվում, առանց թեքվելու 4 կողմն էլ շարժվում են եւ այլն։ Այս էակները շատ բաներում մեզ գերազանցում են եւ մենք նրանցից շատ բան ունենք սովորելու։ Նրանք օր ու գիշեր փառաբանում են Աստծուն, եւ նրանց համար երբեք ձանձրալի չէ կրկնել դա։ Սկսած Եզեկիելի տեսիլքից մինչև Հովհաննեսի տեսիլքը, այսինքն 8 դար, նրանց համար Աստծուն փառաբանելը ձանձրալի չէ։ Մեզ համար էլ երբեք ոչ մի վայրկյան ձանձրալի չպետք է լինի։ Եվս մեկ հետաքրքիր փաստ, որ այս կենդանի էակները օգնում են Աստծուն երկրային պատմության ընթացքի մեջ, որի մասին ասվում է Հայտնություն 6-րդ գլխում։ Հայտնություն 15-ի 7 համարում նրանք ընդգրկված են պատժի գործունեության մեջ։ Նրանք ծառայություն են կատարում երկնքում եւ դա բարի լուր է։ Մյուս էակները Հայտնություն 4-ի 4 համարում 24 երեսներն են։ Կարծես թե մի խումբ ծեր, սպիտակ բեղերով եւ կնճռոտ մարդիկ։ Բայց երեց դա ոչ թե ավելի շատ տարիքն է ցույց տալիս, այլ դիրքը, այսինքն հոգևոր առաջնորդներ։ Հայտնություն 5-ի 8-ից 10-ը ցույց է տալիս, որ նրանք քահանայական ծառայողներ են Աստծո երկնային սրբարանում։ Իսկ ինչու են նրանք 24-ը, քանի որ այդպիսին էր քանակը այն քահանաների կարգի, որոնք ըստ Աստծո պատվերի Ահարոնից սկսած պետք է հերթով կատարեին քահանայական ծառայությունը, որի մասին խոսվում է առաջին մնացորդած 24-ի 1, 5-ից 7, 18, 19 համարներում։ Այստեղ նկարագրվում է 24 կարգը եւ ամեն կարգ ուներ իր խումբը, որոնք հերթով գալիս եւ կատարում էին սրբարանի քահանայական ծառայությունը։ Առաջին մնացորդած 25-րդ գլխի առաջին 7-ից 9 եւ 31 համարներում կային քահանաների 24 խումբ, որոնք հերթով կատարում էին գովերքություն։ Իսկ ինչով էին զբաղված 24 երեցները։ Իհարկե փառաբանում եւ գովերքում են Աստծուն իր երկնային տաճարում։ Իսկ ինչ ծագում եւ բնություն ունեն այս երեցները, որտեղից նրանք հայտնվեցին երկնքում։ Հայտնության գրքում կան միայն անուղակի փաստեր։ Բացի Հայտնություն 4-ի 4 համարում, որտեղ է էլի խոսվում
ասում, թե ովքեր են նստելու Աստծո հետ աթոռին։ Խոսվում է նաև Հայտնություն 3:21 համարում։ Ըստ Հայտնության աթոռի վրա նստում են հաղթող մարդիկ, որոնք արդար գտնվեցին։ Հետևաբար սա մեզ ցույց է տալիս, որ 24 երեցները մարդիկ են։ Սպիտակ հանդերձները, որը գրված է Հայտնություն 3-ի 4-ից 5 և 18 համարներում, սա վերաբերվում է արդար մարդկանց, և պսակը Հայտնություն 2-ի 10, 3-ի 11 համարները, այս 3 պսակներն էլ հունարեն Ստեփանոս բառն են։ Այս 24 երեցները մարդիկ են, իսկ ինչպես են նրանք հայտնվել երկնքում։ Շատերն ասում են, դե մահացած արդարները որտեղ պետք է լինեն։ Իհարկե Աստծո մոտ, բայց Աստվածաշունչը նման ոչ մի բան չի ասում։ Դանիել 12:13 համարում Դանիելը այդ 24-ի մեջ չէ, Գործք առաքելոց 2:29 և 34-ում Դավիթն էլ այնտեղ չէ։ Աստվածաշունչը այստեղ այլ խումբ նկատի ունի, ոչ մահվան արդյունքում կհայտնվեն այնտեղ։ Մատթեոս 27:51-53 համարներում եղել են սուրբ մարդիկ, ովքեր հարություն են առել Հիսուսի հետ։ Եփեսացիս 4:8 համարում Հիսուսը բարձրացավ երկինք, գերի առավ գերությունը, ավելի թարմ թարգմանություններում Էլեն Վայթը գրում է, որ Հիսուսը բարձրացավ իր հետ տարավ գերիներին ազատելով գերությունից։ Մենք նրանց անունները չգիտենք, բայց նրանք հարություն առան որպես առաջին հունձք և նրանք այնտեղ երկնքում ծառայություն են անում։ Բարի լուրը, որ կլինի հարություն նաև մեզ համար։ Սա հարության գրավն է։ Կլինի մեծ հունձք վերջում։ Հայտնություն 5-ի 9-ից 10 համարներում նրանք տարբեր ազգերից են, երկնքում են, թագավորներ և քահանաներ են, և թագավորներ կլինեն երկրի վրա։ Հայտնություն առաջի գլուխ 5-ից 6 համարներում նկարագրվում են բոլորը, ովքեր մաքրվում են մեղքերից և նույն կարգավիճակն են նկարագրում, ինչը որ 24 երեցների դեպքում։ Երկնքում արդեն կան մեր ապագայի նմանները, և նրանք մեր համար գրավ են, նրանք ապացույց է։ Մի օր մենք էլ ենք այդպիսին լինելու։ Հայտնություն 7-ի 9-ից 10 և 15 համարներում ասվում են նույն խոսքերը, ինչ որ ասում են 24 քահանաները։ Մեզ նույն բանն է սպասվում։ Այսպիսով փառաբանենք Աստծուն նրա ամեն գործերի համար, քանի որ նա արժանի է։ Ամեն։